Վերջին օրագարկը Վենսի այցն էր։ Ի վերջո մարդը Բաքվի մեջ խոսեցավ հայ քերիներու մասին, Ալիև շատ ծանր ձևով։ Նույնիսկ տեքստով կարդացի ես այդ տեքստը հագադարձեց։ Սա ինչ կնշանակի հայկական թիվանակիտության համար։ Մենք ուր դավալեցանք եւ ինչու դավալեցանք։ Առնվազն 2023 թվականի հոկտեմբերն ի վեր բավականին ողջամիտ քաղաքականություն կդարվի գոր ներկայ իշխանության կողմէ, առնվազն արտաքին քաղաքական առումով։ Ինչու ընդդիմությունը Ռուսաստանեն չի բանջեր քերիներու հարցով, ինչ որ առնվազն հայդարարություն։ Հայաստանյան քաղաքական դաշտը որպես իշխանություն եւ ընդդիմություն այդ առումով ցախողված են։ Ընդդիմությունը ինչու չի բանջեր Ռուսաստանեն, երևի գաղվածություններ կան Ռուսաստանեն եւ հետեւաբար Ռուսաստանեն ակնկալվող վտանգները շատ ավելի մեծ են, քան օրինակի համար Եվրոմիութենեն կամ Ամերիկայեն։ Բնականաբար ընդդիմության օրագարկերներս պետք է մնա Արցախայության վերադարձի խնդիրը, որը մարդու իրավունքներու հարց է, ոչ թե միայն քաղաքական։ Բնականաբար 19 բադանտներու վերադարձը օրագարկի մեջ պետք է մնա թե իշխանության, թե ընդդիմության։ Իրականանալի է կամ իրադեսական է այդ օրագարկը, այդ մեկը ուրիշ հարց է։ Արմատները ուրգե են, բան Բալախյան։ Ուրգե գուքան։ Ինչու բադայեցա, որ Փաշինյանը օր մարտնա եւ քրարում մգադարե, որուն թեմ հայ ժողովրդի գեսը ասենք դժկոհ է։ Բարև ձեզ Զարևելքի հարտակով կշարունակենք անգեղծ զրույցներու մեր շարքը այսօր հյուրս քաղաքագետ Սարգիս Բալախյանն է, բարի եկածեք Բալախյան, գիտեք վերջին օրագարկը Վենսի այցն էր եւ այնտեղ ես հadouk ուզեմ շեշտել այն բարական, որ ի վերջո մարդը Բաքվի մեջ խոսեցավ հայ քերիներու մասին, Ալիև շատ ծանր ձևով նույնիսկ տեքստով կարդացի ես այդ տեքստը հագադարձեց, սա ինչ կնշանակի հայկական թիվանակիտության համար, մենք ուր դավալեցանք եւ ինչու դավալեցանք։ Դաբալիլը երևի 35 տարվա սխալ քաղաքականության հետևանք է, որուն արդյունքը եղավ Արցախի գորուստը, թե 2020 թվականի պատերազմեն հետո եւ թե մանավանդ Արցախայության 9 ամիսները ավելի շրջափակման մեջ գտնվել է եւ հայաթափում են հետո թիվանակիտական դաբալումներ ասելով պետք է նշեմ, որ առնվազն 2023 թվականի հոկտեմբերն ի վեր բավականին ողջամիտ քաղաքականություն կդարվի գոր ներկայ իշխանության կողմէ, առնվազն արտաքին քաղաքական առումով խորացնելով գաբերը Ամերիկայի հետ, որպես քերիշխող պետություն, եւ այդտեղ պետք է նաեւ շեշտադրեմ եւ քննադանքի խոսք նշեմ Դիգին Լիլիթ Մաքունցին, որը Բայդենի վարչակազմին վերջին օրերուն գրծավ ամերիկյան Հայաստան-Ամերիկա ռազմավարական համաձայնագիրը ձեռք բերել եւ հաջորդող ամիսներու ընթացքին շարունակեց աշխատանքը Թրամփի վարչակազմի հետ, որը բսակվեցավ օգոստոսի 8-ի երագոմ հայտարարակրով, որուն վգաներ Դոնալդ Թրամփը։ Եվ այդ գործընթացքը թերևս կշարունակվի Ջեյդի Վենսի այցելությունը այդ գործընթացքի բնականon դրական կհամարեք դուք։ Հետևանքներ։ Դրական կհամարենք առնվազն ռազմաքերիներու մասով, բայց դրական չէր, որ Ջեյդի Վենսը երբ որ Հայաստան ժամանեց, չայցելեց մայր դաջարեջ միածինը եւ հանդիպած էիք ձեր գրառումի մեջ։ Գրած էի եւ ես իրականության մեջ անցյալ շաբաթ Վաշինգտոն էի։ Այդ մասին գխոսի։ Դարբեր հանդիպումներ ունեցա եւ նպատակը այն էր, որ Ջեյդի Վենսի այցելության ժամանակ նաեւ հանդիպի Գաթողի Գոսին հետ, ինչը որ տեղի չունեցավ։ Ցավոք սրտի։ Գիտեք, մյուս կողմը եթե դիտարկենք ընդդիմության քայլերը, պիտի տեսնենք թե Դագավին ընդդիմությունը գոհուսա, որ Ռուսաստանը Հայաստանի համար հուսալի դաշնակից է, օրերս նաև շատ կլսենք եւ պիտի լսենք այդ մասին։ Ինչու ընդդիմությունը Ռուսաստանեն չի բանջեր քերիներու հարցով, ինչ որ առնվազն հայտարարություն։
Իսկապես ինչու։ Այո, դարագուսելի երևույթ է։ Իրականության մեջ Հայաստանյան քաղաքական դաշտը որպես իշխանություն եւ ընդդիմություն այդ առումով ցախողված են։ Ընդդիմությունը ինչու չի բանջել Ռուսաստանեն, երևի գաղվածություններ կան Ռուսաստանեն եւ հետեւաբար Ռուսաստանեն ակնկալվող վտանգները շատ ավելի մեծ են, քան օրինակի համար Եվրոմիութեն են կամ Ամերիկայեն։ Երևի այդ է պատճառը։ Դուք երկար ժամանակ գործած եք Արցախի համար, յուրաքանչյուր սպիրկահայ, ասենք քիչ հայկական թեմաներով մոտ երդասարտի հայումը համար Արցախը գերիշխող նյութ էր եւ այսօր ընդդիմության մոդեցումը անընդհատ Արցախի թեզը բարձրացնելով օգտակար է արդյոք Հայաստանի շահերն գփխի անընդհատ Արցախ խոլովելը կամ ասենք հայտարարությունը կատարվեցավ Քալդարի Շուշիի մեջ մենք պիտի նշենք սեպտեմբեր 2-ը ինչքանով իրադարձական ընդդիմությունները այդ հայտարարողը տաշնակցական գործիչն է որուն շատ գահարկեմ շատ կսիրեմ բայց ինչքանով օգտակար է այս խոսույթը ուր գրնադանել մեզի ինչ կփեր է ընդդիմության եթե մենք բոլորս գամ ասենք ընդդիմության գլխավոր նպատակը երկրի մեջ իշխանապողություն ավելի հզոր Հայաստան ունենալու երազն է այսօր Արցախը գա այդ օրագարկի մեջ պետք է լա ծեր գարձիկով իմ գարձիկով միշտ ընդդիմությունները այնպիսի օրագարկեր պետք է բահեն իրենց աջենդային ներս որը իշխանության օրագարկեն ներս չէ այսինքն նույն Նիգոլ Փաշինյանը երբ որ ընդդիմադիր գործիչ էր շատ ավելի դարբեր օրագարկներով հանդես կուքար ազգային ժողովեն ներս քան երբ որ իշխանություն դարձավ կամ առնվազն 2023-ին հետո ասենք այսինքն Արցախի հայաթափում են հետո օրագարկային որպես հարց բնականաբար ընդդիմության օրագարկեն ներս պետք է մնա Արցախայության վերադարձի խնդիրը որը մարդու իրավունքներու հարց է ոչ թե միայն քաղաքական բնականաբար 19 բադանտներու վերադարձը օրագարկի մեջ պետք է մնա թե իշխանության թե ընդդիմության ինչ կվերապերի իրականանալի է կամ իրադեսական է այդ օրագարկը այդ մեկը ուրիշ հարց է մանավանդ իշխանության օրագարկեն ներս առնվազն Արցախի թեման փակված է հիմա եթե ընդդիմությունը օրմը իշխանության հասնի հնարավոր է որ իրենց օրագարկն ալ փոխվի նույնն իշխանությունը եթե ընդդիմություն դառնա Պարոն Բալխյան այս բոլորը մեկ կողմ նաև դուք նշեցիք որ կող եք Հայաստանի արտաքին քաղաքականութենեն բայց ինչքանով Փաշինյան պիտի կարողանա հաջողցնել այս դարբեր ուղղություններով իր հարաբերությունները կտեսնենք Մոսկվա, Վաշինգտոն, Պեկին, Անկարա այս իրավիճակը Հայաստանը գրնա գլուխ անել այս բոլորը որովհետև երբ որ հզոր պետություն չես չեմ գիտեր ինչպես պետք է վարվիս բայց այս բոլորին մեկ դոբրագի մեջ դնել եւ պատկերացրեք այն քիչ գործիչներ են որ Մոսկվայեն դրավ դեպի Վաշինգտոն եթե գիշես կամ Միացյալ Նահանգներ ինչպես կդիտարկեք դուք բնականաբար իշխանության իրավիճակը մանավանդ 2020 թվականի պատերազմեն հետո երևի խնդրահարույց է եւ ամեն վարյան իշխանությունը աճ ցախ երթալով կփորձե խուսանավել աղետներ բայց իրականության մեջ արտաքին քաղաքականության մեջ պետք է լալ կանխադեսելի որովհետեւ վստահելի կորձընկեր լաս դարբեր սուբյեկտների հետ ինչքանով Հայաստանի կառավարությունը կկարողանա որ այդ մեկը անել մանավանդ Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ իրեն հարաբերություններու հարցում հուսանք որ գահաճողվի գոր առնվազն երևի վերջին 6 ամիսները կամ 1 տարին ավելի քիչ քննադատություններ կհնչեն մանավանդ Մոսկվայեն Երևանի հասցեին բայց
պետք է իրադեսականը լանք, եթե Ուկրաինայի պատերազմը ավարտին հասնի եւ Ռուսաստանի ուշադրությունը եթե վերադառնալեզի, հարավային Կովկաս, հնարավոր է որ խնդիրներով արժև կանգնի Հայաստանը։ Հայաստանի իշխանությունները թե Հայաստանը։ Ընդհանրապես Հայաստանը։ Այս բոլորը մեկում ներքաղաքական իրավիճակը ինչպես կգնահատեք, դիագնոզը ինչ է։ Ներքաղաքական առումով չափազանց լարված է։ Ոչ միայն լարված, անհիմն լարվածությունը ստեղծեց իշխանությունը, Հանցինս Նիգոլ Փաշինյանը մայիս 2020, այո, եկեղեցու Սամվել Ղարաբեդյանի դարբեր եկեղեցականներու եւ թիրախավորումը Գաթողիկոսի եւ դարբեր արքեպիսկոպոսներու եւ այդ մեկը ինքը իրականության մեջ սկիզբի շրջանում թաքուներ անում կամ ոչ լիարժեք բացահայտ, բայց երբ որ ինքը փաստաթուղթ կստորագրե, որոնքով նշված է վարչապետ, այսինքն ոչ թե Նիգոլ Փաշինյան հավատացյալն է, այլ վարչապետի թիրքերեն ելնելով ինքը կթիրախավորե եկեղեցին եւ եկեղեցականները, այդ մեկը հսկայական խնդիր է ներքին առումով։ Իսկ չեք կարծեր, որ օրինակ Սամվել Ղարաբեդյանի հանդեպ եղածը ավելի բարձրացուց ռեյտինգ այդ գործիչին, այսօր կուսակցական ամբողջ համագարկում ունի այդ անձնավորությունը եւ անգերձ ասած երկրորդ ուժը կհամարվի։ Ադիգա ժեստը չէր, իշխանության կողմէ դուք այդպես չեք դիտեր։ Դուք քաղաքագետ եք, պետք է այդ նրբությունները ինչքանով խորասուզված առանց խորասուզվելու, բայց երևույթը չոքնեց, ճանապարհ բացավ։ Վստահաբար Սամվել Ղարաբեդյանի ուժը սկզբնական շրջանին մեր ցևով հասարակական գազམ་ագերբությունը, իսկ հիմա ուժեղ Հայաստան գուսակցությունը բնականաբար առնվազն երկրորդ հիմնական քաղաքական ուժը դարձավ։ Հիմա միտումնավոր ռավ իշխանությունը այդ քայլերը, որը Սամվել Ղարաբեդյանին ներխուժեց քաղաքական դաշտը անկիտակ ծափար, ժամանակը ցույց կտա։ Բայց վստահաբար Սամվել Ղարաբեդյանի ուժը առնվազն երկրորդ ամենահզորագույն քաղաքական ուժն է Հայաստանում։ Այս առումով ինտիմատիր մյուս խաղացողները պիտի մարսեն ասվիճակը։ Գիտեք, ինտիմության մեջ շատ լուրջ խորքային հարցեր կան, հաջող երկու նախագահները իրար հետ այդ ոճով գխոսին, բայց եւ գքննադատեն, բայց եւ այնպես դակավին հստակ չէ ինչ հունով պիտի առաջ երթա այս բոլորը եւ շատեր գսեն որ գրնան միավորվիլ հասարակությունը այդքանը չեմ գիտեր ինչպես կրնա անգալել, բայց դուք ինչպես կդիտեք այդ ներքին գզվրդոցը ինտիմության շարքերում մեջ չնայած բառս կրնա քիչ վիրավորական լալ, բայց կօգտագործի իրականություն է։ Իրականության մեջ բնականաբար կոալիցիաներ պիտի գազմվին նախընտրական շրջանեն ներս, բայց իմ պատկերացումով հիմնական քաղաքական ուժերը լա Ռոբերտ Քոչարյանի Հայաստան Թաշինքը կամ ուժեղ Հայաստանը Սամվել Ղարաբեդյանի ղեկավարությամբ առնվազն նախընտրական շրջանին չեմ կարծեր որ կոալիցիաներ կկազմեն։ Հետընտրական իրավիճակը կստեղծվի եւ ազգային ժողովի պատգամավորներ կընտրվին իրենց քոթաներով ու դրանից հետո կտեսնենք ինչ կոալիցիաներ կկազմվին եւ ով կգտնա իշխանություն ձևավորել։ Գանուխ է այսինքն։ Իմ կարծիքովս այո, հնարավոր է հետընտրական իշխանապողության ընթացք մը գա երկրի մեջ կտեսնեք հորիզոնը այդ առումով։ Իրականության մեջ հավանականություն գա։ Մանավանդ եթե ընդրություններու ընթացքին մասնակցության քանակը բավականին բարձր է, այսինքն բնակչության դոգոսը եթե բարձր թվով մասնակցի, հավանականություն կա իշխանապողության, բայց եթե քաղաքացիները եւ ընդրողները բոյկոտեն ասենք ընդրությունները եւ ցածր մագարտակը լա մասնակցության, հնարավոր է որ իշխանությունը գարենա վերընտրվել։
Դուք վերջերս Միացյալ Նահանգներ էիք բավական 2 շաբթվան այցով գիտեմ նաև որ մասնակցեցաք այդ դարեգան նախաճաշին Միացյալ Նահանգներու այդ քրիստոնյա Իրականության մեջ միջազգային կրոնական ազատության քակատնաժողովի մասնակցեցա, բայց նախաճաշին այս տարի չի մասնակցեցա։ Ինչ են դրամատուրգությունները, ինչ գրծակ ասենք դա փերել մեր ժողովրդին կամ գիտեմ նաև որ առանցին չէիք, ինչ կրնակ բադմել մեր ագընթիրներով։ Իրականության մեջ ես քակատնաժողովին 2023-ին եւ 24-ին որպես Արևմտյան Ամերիկայի հայտարարի գրասենյակի տնօրեն մասնակցել էի։ Անցած տարի 2025-ին չկարողացա մասնակցել, բայց անցյալ տարի հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը այդ քակատնաժողովի ժամանակ։ Այս տարվա մասնակցությունը 2 տարբերություններով էր, այնտեղ կա մեկ հատ հայկական աշխատանքային խումբ, որը ղեկավարի Սրբազան Վիգեն Այքազյանը, իրենց հետ արդեն տարիներ շարունակ աշխատակցում եւ կմասնակցում տարբեր տեսակի հանդիպումներու, բայց այս տարի նաեւ ընդգրկվեցին մեր ցևով շարժումը հասարակական գազམ་ագերբությունը եւ այնտեղ մասնակցություն ունեցավ Արամ Վարդևանյանը, որը Սամվել Ղարաբեդյանի փաստաբանն է, 7-8 րոպեանոց ելույթ ունեցավ։ Նաեւ Հայաստան Տաշինքի անդամ էր, չէ՞։ Հայաստան Տաշինքի անդամ էր, այո, մոտավորապես 1 տարի պատգամավոր եղած է։ Եթե չեմ սխալիր 2021-ին 22 եւ բادվիրագության անդամ էր նաեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ փոխնախարար դարածքային ինքնակառավարման Լիլիա Շուշանյանը, որը աշխատած է Նիկոլ Փաշինյանի հետ մինչև 2021 թվականի սեպտեմբերը, եթե չեմ սխալիր։ Այսինքն բادվիրագությունը թե Մերսևովի եւ թե Սրբազան Այքազյանի ղեկավարած խմբով դարբեր տեսակի հարցեր արձարծեցին, թե Արցախի վերաբերյալ, թե կառավարություն, իշխանություն եւ եկեղեցի այս պայքարը, որ կտեսնենք ներքին առումով եւ իմ կարծիքով առնվազն այն հանդիպումները, որոնք շատ դրական էին, չեմ գտնար բացահայտել այս հարթակով։ Դրական բաներ կան, այսինքն։ Դրական կան ոչ միայն Հայաստանի վերաբերյալ, այլ նաև Սուրիո։ Սուրիո քրիստոնյա հատվածներում բնականաբար։ Հավանաբար, հայկական։ Նաև այդ ուղղությամբ կաշխատիկ։ Անշուշտ։ Գիտեք, պարոն Բալխյան, այս օրագարկը, որում պիտի ակնարկեմ, վերջին ամիսներում մեր, ասենք, լրահոսի մեջ գլխավոր թեմա է, խոսքը Փաշինյան քարեկին երկրորդ բայկարին կամ դարացայնության, ասեմ, այդ առումով է, արդակին բանով, ֆասադով, դեմքով, ընդդիմությունը այն կներկայացնե որպես եկեղեցվո թեմ բայկար, իսկ իշխանությունը գսե թե եկեղեցին եւ հատկապես Կարեկին կաթողիկոսը դուր կուդակ եւ քաղաքական կյանքի մեջ ժխտական թերագադարություն գործե ունենալ կամ գունենա իր սրբազաններու միջոցով դուք ինչ կարծիքի եք այս հագամարտության արմատները ինչ են մանավանդ որ այսինքն գախնիկ չէ որ դուք անգախ թիրքեր է հիմա պիտի պատասխանեք դուք ոչ Փաշինյանի թիմի մաս կգազմեք ոչ ալ կաթողիկոսի ասենք սիրելիներու կամ վերլուծապաններ կամ որովհետև կաբի մեջ են եւ հարկելի է գրնան կորձակցիլ ոչ ալ անոնց մեջ եք անգախ դիրքեր եք ուզեի լսել ծեր գարձիկը իրականության մեջ այս իրավիճակը մի քիչ աննախադեպ է որովհետև բնականաբար 1700 տարվա պատմության ընթացքին եկեղեցին եւ եկեղեցականներ միշտ հալածանքներու ենթարկվել են Օսմանյան գայսրության ժամանակ, Սովետ միության ժամանակ, կաթողիկոսները սպանվել են, բայց առաջին անգամը լալով մենք ագանադես կլանք որ հայ իշխանության օրոք, հայկական pedagogiության արգայության պայմաններում
եկեղեցի նկատմամբ հալածանք եւ իրականության մեջ դարացայնություն չեմ գնար համարել այդ մեկը ուղիղ հալածանք է եւ շատ գրեհիկ ցևով արմատները ուրգե են բան Բալախյան ուրգեգ ու կան ինչու բադայեցա որ Փաշինյանը որ մարտնա եւ քրարում մգադարե որուն թեմ հայ ժողովրդի գեսը ասենք դժկոհ էր բայց այդ գրառում մի քանի գրառումներ երևի ամենարդու Facebook այո կմտնե գրառում գնե եկեղեցու արմատները ուրգե են այսինքն ինչ եղավ արմատները ես կգարձեմ որ 2021 թվականի ընտրություններն հետո Նիկոլ Փաշինյանը հասկացավ որ միայն Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ընդեմ երթալով 26 թվականի ընտրություններուն չի գնար հաղթել հետևաբար մի քանի նոր հերոսներ ստեղծեց ճագերդի մեջ որոնց թեմ ինքը պիտի բայկարի մինչև հունիսի 7-ի ընտրությունները այսինքն թե Ռոբերտ Քոչարյան թե Սերժ Սարգսյան թե Կարեկին երկրորդ թե Սամվել Ղարաբեդյան 4 հերոսներու թեմ այս անգամ ինքը պիտի բայկարի որ գարենա վերընտրվել նախկին երկու նախագահները այս անգամ բավարար չէին իրեն հաջողության հասցնել։ Բայց չես կարծեր որ այս թեման, մանավանդ այս թեման ինքը միավորներ գործընծուց։ Որտեղ հիմա եթե փողոց իջնենք, նույնիսկ անոնք որ չեն սիրեր Կարեկին Գաթողիկոսին եւ գա այդ հատվածը անգերց թեմեն այս միջոցներում։ Թեմեն որովհետեւ ինչ եկեղեցու հարցերում խառնվեցար։ Այսինքն այնպիսի գրեհիկ գրառումներ գնե որ վարչապետը եւ կորզողություններ հիմալ չներգոր թաթարածը չեմ գիտեր վերջերս չեմ հետևիր գոր իր գրառումներուն բայց մեթոդները որ ինքը գիրարեց ակնհայտ է որ նպատակը միայն վեհապարի փոփոխությունը չէ նպատակը վերընտրվելու միջոցն է հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ Եթե վեհապարի փոփոխության խնդիրը լար 2018 թվականի հեղափոխութենեն անմիջապես հետո շարժումը գար արդեն ժողովրդական Այո նոր Հայաստան նոր հայրաբեդ նոր հայրաբեդ բայց այն ժամանակ ով գասեցուց այդ գործընթացը հենց ինքը Նիկոլ Փաշինյանը հետևաբար վեհապարի փոփոխության խնդիր չէ ոչ ալ եկեղեցու բարեփոխման գործընթացը այլ վերընտրվելու տակտիկա։ Ինչ սցենարով կրնա այս խնդիրը զարգանալ։ Իրականության մեջ չեմ գրնար գրահել, գրահելնալ մտածած եմ, սցենարները շատ են, բայց գաբրինք կտեսնենք հարաճիգա ամիսներուն։ Նոր խորհրդարանը ինչպես կպատկերացնես։ Այս իրավիճակի լույսին տակ եթե մեծ դեպքեր չլան Հայաստանի մեջ Իրականության մեջ ես կգարձեմ որ կան նոր քաղաքական ուժեր որոնք իրոք հնարավորություն ունին 4 կամ 5% շեմ անցնել եւ հայտնվել խորհրդարանեն ներս օրինակ Արման Թաթոյանի քաղաքական ուժը հետեւաբար իմ կարծիքով իշխանությունը առավելակույն հավանաբար պիտի կարենա 35%-ի չափ հավաքել 40-ը լսած է 35 չէ 35 են 40 ասենք բայց 50% մեծամասնություն պիտի չի կարենա ձևավորել դի crisis կնշանակի Հայաստանի համար խնդիր է գախված է մյուս քաղաքական ուժերը որոնք կհայտնվին խորհրդարանեն լուրջ խնդիր ունի այսօր իշխանությունը քո կարծիքով ընդրություններու լուրջ խնդիր ունի առայն որ թերևս ինքը թիվ 1 քաղաքական ուժն է բայց չեմ կարծեր որ կրնա 50% ուժեր գարենա ավակել 50% ավելի էստիմացը ինչպես օրս իր ուժեղ Հայաստան եւ Միս ուժերը Թաթոյան, երևի Հայաստան Թաշինք իրականության մեջ եթե դարագուսելին հետևյալն է որ Ռոբերտ Քոչարյանը թերևս քաղաքական դաշտերներս կմնա երբ որ այդ անսի հետ կապված հասարակությունը մեծ խնդիրներ ունի իր անցյալի եւ իր իշխանության հետ առնչվող Հայաստան Թաշինքը եթե ավելի խելամիտ լինեին երիտասարդ թեմքերով հանդես կուքային եւ
այսինքն թիվ 1 համարը լար այլ անց քան Ռոբերտ Քոչարյանը։ Բայց ժամանակը ցույց կտա։ Իսկ այս բոլորը իրենք մյուս խաղացողները Լա Սերժ Սարգսյանը, Լա Քոչարյան միդի մարսեն այս նոր աստղի փայլը, այսի խոսքը ուժեղ Հայաստանի մասին է, պիտի ուզեն համագործակցել հետը, թե իրենք են գլխավորները միշտ այդպես։ Իրականության մեջ ուժի թիրքերեն, եթե ուժի հարաբերակցությունը նայենք, պետք է ընդունենք, որ Սամվել Ղարաբեդյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը, որ մի քանի օր առաջ հայտարարվեցավ, ես ալ ներկա էի միջոցառման, իրականության մեջ առնվազն երկրորդ ամենահզոր քաղաքական ուժն է, եթե անշուշտ առաջիկա ամիսներում նույնիսկ իշխանության չանցնի, այսինքն քաղաքացիական պայմանագրին, այսինքն Հանրապետական կուսակցությունը կամ Հայաստան Թաշինքը ուզեն չուզեն հաշվի պիտի նստեն ուժեղ Հայաստան քաղաքական ուժին հետ։ Ձեր ներգալալը այդ համակումարին ինչ-որ քաղաքական բան կնշանակե, գրնանք աբակային գրայել, որ արի հետաքրքրություն ներկա գտնվեցա, հրավիրված էի, ներկա գտնվեցա, բայց առնվազն հարաճիգա անդրություններուն թերևս անձնական որոշում չունիմ, որ քաղաքական ուժին սադարեմ, թե ոչ։ Վիդեոդևինք զարգացումներուն անգեղծ զրույցեր, շնորհակալ եմ, մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ հյուրս քաղաքագետ Սարգիս Բալխյանն է, նաև առիթներ կունենանք շարունակելու այս զրույցը եւ անդրադառնալու հատկապես Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներուն, նաև խտանեցեք մեր գործունեությունը, դարազեցեք մեր դեսանյութերը, այդպիսով նեցուկ կանգնած գլակ անգախ մամուլի մեր առաքելության բարին ուծես։